6 օր է ինչ Հայաստանի տարբեր մարզերում բռնկված հրդեհները հրշեջներին չի հաջողվում մարել։ Աղետը հասել է Դիլիջան ազգային պարկի տարածք, այն այրվում է։ Հրդեհի բռնկման օջախները բազմաթիվ են Հայաստանի մարզերում։ Վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայրին։ Դիլիջանի քաղաքապետը հրդեհի վայրում է երեկ եղել ու ըստ նրա համացանցում ներկայացվող այն չափազանցված վիճակը չկա։ Տեղաշինման աշխատանքները կատարվում են, տեղում են նկարահանված ջոկատները, էկոպարեկները, բազմաթիվ բնակիչներ, որոնք կամավորականներ են, աշխատանքները մեծ տեմպով շարունակվում։ Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է խոտածածկի չորությունը, քամի է, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը։ Հրշեջ փրկարարներն օրեր շարունակ առանց դադարի շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները։ Հայաստանի ռազմաօդային ուժերը մի քանի ինքնաթիռներով եւս մասնակցում են կրակի մարման աշխատանքներին։ Ներքին գործերի փրկարար ծառայությունը հայտնել է, որ ժամը 10:30-ի դրությամբ Տավուշի մարզի Դիլիջան Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Մյուս հատվածում Նավուր բնակավայրի մոտակայքում Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում եւ Դիլիջանի Լեռնային Արմենիա հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։ Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին թեմայով խորհրդարանական լսումները։ Քաղբանտարկյալների լուսանկարները խորհրդանշորեն զբաղեցրել են Ազգային ժողովի դահլիճում կառավարության անդամների համար նախատեսված տեղերը։ Ո՞րն է պատճառը։ Եթե հավելյալ դիրքորոշում Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարարը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափի վերաբերյալ արդեն հայտարարվել է։ Հայաստանը չի մասնակցում, բայց եւ չի խոչընդոտում որոշումների փաստաթղթերի ընդունմանը։ Այսինքն Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, ըստ ձևավորվող իրավիճակի եւ հայտարարվել է Հայաստանի եւ դիվերսիֆիկացման քաղաքականության մասին եւ բալանսավորման եւ բալանսավորելու քաղաքականության մասին ըստ այդպիսի կոնկրետ իրավիճակի Հայաստանը կատարում է ընդունում է որոշումներ եւ եթե հավելյալ տեղեկատվություն ունի կտեղեկացնի։ Հնարավոր է մի օր էլ դուրս գա ՀԱՊԿ-ից եւ այդ հարցը արդյոք քննարկվել է Հայաստանը, որ դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այսպիսի հարց այս փուլում արտաքին գործերի նախարարության օրակարգում մեր առջև այդպիսի խնդիր չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կիմանա կնկատի։ Հետքը պարզել է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռուստալսարանի ապահովման ծառայություններ ձեռք բերելու համար, այսպես ասած տարբեր հաղորդումների ընթացքում ծափահարողների համար պայմանագիր է կնքել Individuum Casting ՍՊ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 12 միլիոն դրամ է եղել։ Ընկերության սեփականատերը Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն է։ Հանրային հեռուստաընկերությունը այս ծառայությունը ձեռք բերելու համար մրցույթ չի հայտարարել եւ ձեռք է բերել մեկ անձից գնման ընթացակարգով, սակայն գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Համաձայն պայմանագրի Individuum Casting ՍՊՀ-ն պետք է ապահովեր հանդիսատեսի ներկայություն հանրային հեռուստաընկերության հաղորդումներում։ Մեկ անձի 8 ժամ տևողությամբ նկարահանման մասնակցությունը ապահովելու համար հանրայինը վճարել է 2900 դրամից 4500 դրամ։ Գումարի այս միջակայքը կապված է հանդիսատեսի տարիքի հետ։ Մասնավորապես 18-ից 50 տարեկան մեկ հանդիսականի համար ընկերությունը վճարել է 4500 դրամ, իսկ 50-ից բարձր տարիքային խմբի համար 2900 դրամ։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ճանաչվել է կրթական ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի բացարձակ հաղթող։ Այս հաղթանակը կենտրոնին բերել է ոչ միայն միջազգային ճանաչում, այլև 1 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ, որը տրամադրվել է արհեստական բանականության ուսուցման ոլորտում ցուցաբերած նորարարական մոտեցման համար։ Մրցակցությունը եղել է չափազանց թեժ եւ մասշտաբային։ Հաղթողի կոչմանը հավակնում էին կրթական նախագծեր ամբողջ աշխարհից։ Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 427 հայտ։ Այս հսկայական մրցակցության պայմաններում հայկական նախագիծը նախ կարողացել է ընդգրկվել լավագույն վեցնյակում, անցնելով եզրափակիչ փուլ, իսկ վերջնարդյունքում գրավել է առաջին հորիզոնականը, թողնելով մյուս թիմերին հետևում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ուկրաինական պատերազմի խաղաղության ծրագիրը կրճատվել է 28 կետից մինչև 22-ի։ Նրա խոսքով 28 կետանոց ծրագիրը պարզապես սկզբնական նախագիծ էր։ Յուրաքանչյուր կետի վերանայման արդյունքում դրանց թիվը նվազեց մինչև 22-ի։ Դրանցից շատերը լուծվել են, այն էլ շատ նպաստավոր կերպով, ասել է նա։ Պատասխանելով լրագրողների հարցերին, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Միացյալ Նահանգներ, Ամերիկայի առաջնորդն ասել է. Զելենսկին կցանկանար գալ, բայց կարծում եմ, որ նախ պետք է գործարքը կնքենք։ Մենք բանակցային լավ հարաբերություններ ունենք։ Որոշակի բանակցություններ ենք վարում նաև Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի մոտ ամեն ինչ լավ է, կարծում եմ, որ նրանք շատ գոհ են։ Մենք առաջընթաց ենք գրանցում։ Ես կարծում եի, որ դա կլինի ամենահեշտ լուծումներից մեկը, հաշվի առնելով իմ հարաբերությունները նախագահ Պուտինի հետ, բայց դա հավանաբար ամենադժվարներից մեկն է։ Այստեղ շատ ատելություն կա։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ-ի բանակի նախարար Դենիել Դիսկոլը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի պարտությունն անխուսափելի է։ Ուկրաինայի իրավիճակը ժամանակի ընթացքում միայն կվատանա եւ հետեւաբար Կիևը կշահի, եթե խաղաղության բանակցությունները հիմա սկսի, այլ ոչ թե ավելի վատ իրավիճակում հայտնվելուց հետո, նշել է Դիսկոլը։ Ամերիկյան մամուլում հայտնվել է Թրամփի եւ Պուտինի օգնականների եւ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևի եւ Յուրի Ուշակովի հեռախոսազրույցների սղագրությունները։ Ստիվ Ուիտքոֆի եւ Յուրի Ուշակովի զրույցի ժամանակ ամերիկյան պաշտոնյան խորհուրդներ է տվել, թե ինչպես Թրամփի հետ հաջող բանակցություններ վարել։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նշել է, որ շուտով հոկտեմբերի 17-ին Սպիտակ տուն կայցելի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ առաջարկել է, որ Պուտինը Թրամփի հետ խոսի մինչեւ այդ հանդիպումը։ Ուիտքոֆը Ռուսաստանին Ուկրաինայի խաղաղության նոր պլան մշակելու միտք է տվել Գազայի խաղաղության համաձայնագրի օրինակով, խորհուրդ տվել, որ այդ ծրագիրը անձամբ Թրամփին ներկայացնի Պուտինը, հորդորել կազմակերպել Պուտին-Թրամփ հեռախոսազանգ մինչև Զելենսկու Վաշինգտոն ժամանելը, նշել, որ Պուտինը պետք է շնորհավորի Թրամփին Գազայի համաձայնության կապակցությամբ եւ Ռուսաստանը ներկայացնի որպես խաղաղության ձգտող կողմ։ 2 օր անց հոկտեմբերի 16-ին Պուտինն իսկապես զանգահարել է Թրամփին։ Թրամփը այդ խոսակցությունն անվանել է չափազանց արդյունավետ։ Գաղտնի խոսակցության արտահոսքի մասին Թրամփը մեկնաբանել է. դա սովորական բան է, նա պետք է վաճառի այդ գործարքը եւ Ուկրաինային եւ Ռուսաստանին։ Դա է գործարք կնքողի աշխատանքը։ Ես ինքս դա չեմ լսել, բայց լսել եմ, որ դա բանակցային սովորական գործընթաց է։ Ես կռահում եմ, որ նույն բանն էլ նա ասել է Ուկրաինային, որովհետև յուրաքանչյուր կողմ ինչ որ բան պետք է զիջի ու ինչ որ բան ստանա։ Յուրի Ուշակովն էլ ասել է, որ Ուիտքոֆի հետ հաճախակի զրույցներ է ունենում, դրանց բնույթը գաղտնի է։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ Ստիվ Ուիտքոֆը հաջորդ շաբաթ ժամանելու է Մոսկվա։ Ռուս պաշտոնյաների հեռախոսազրույցի ժամանակ Կիրիլ Դիմիտրիևը Յուրի Ուշակովին հայտնել է, թե մտադիր է Սպիտակ տանը փոխանցել հակամարտության կարգավորման պլանի ռուսական տարբերակը ոչ պաշտոնական ձևով։ Ուշակովը մտահոգվել է, որ ամերիկյան կողմը կարող է չընդունել ռուսական տարբերակը, բայց հետո ներկայացնել այն որպես համատեղ համաձայնեցված։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևը հերքել է իրեն վերագրվող ձայնագրությունը, հայտարարել է, որ Բլումբերգի սղագրության հրապարակումը կեղծիք է։ Որքան մոտենում ենք խաղաղությանը, այնքան ավելի հուսահատ են դառնում պատերազմի հրահրիչները, ասել է նա։